Այն ֆոնին, երբ Բաքվում այսպես հայերի կեղծ դատավարությունների ակտիվ փուլ է, Երևանը Բաքվի հետ քննարկում է այսպես կոչված խաղաղության փաստաթուղթը։ 12-րդ խմբագրումն են կարծեմ ուղարկել Հայաստան, հիմա Երևանում պատասխան առաջարկներ են մշակվում։ Ինչ է կարծում այս ֆոնին, այդ փաստաթուղթը ինչ հեռանկար կարող է ունենալ։ Գիտեք, ընդհանրապես խաղաղությունները փաստաթղթով չեն հաստատվում։ Խաղաղությունները հաստատում են այն ժամանակ, երբ որ կամ արտաքին քաղաքական իրավիճակն է այդպիսին, ուժային բալանսը, կամ երկու պետությունների միջև կա ուժերի հավասարակշռություն, այդ դեպքում է հաստատվում խաղաղությունը եւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ընդհանրապես արձանագրում է իրողությունը։ Դա դրանով է ավարտվում process-ը եւ ոչ թե դրանով է սկսվում։ Եթե դա չկա, ուզում ես 10 փաստաթուղթ ստորագրիր, խաղաղություն չի լինելու։ Հետևաբար հույս ունենալ, թե մենք համաձայնագիրը կստորագրենք եւ կլինի խաղաղություն, պետք չի։ Պետք է այնպես անել, որ կամ ուժերի բալանսը վերականգնվի, կամ միջազգային այնպիսի իրավիճակ ստեղծվի մեր շուրջ, որ պարզապես Ադրբեջանին ստիպեն ստորագրի այդ համաձայնագիրը։ Հետևաբար Հայաստանի քայլերը պիտի լինեն ամեն ինչ անել սեփական պաշտպանական ռեսուրսները մեծացնելու համար առաջին եւ ճշգրիտ խելամիտ արտաքին քաղաքականությամբ ստեղծել իրավիճակ, որ ուժային բևեռին ձեռնտու լինի խաղաղությունը։ Պիտի աշխատեն այդ ուղղությամբ եւ ոչ թե խաղաղության փաստաթուղթ աղերսելով ուղղությամբ աշխատեն։ Որտեւ եթե անգամ Ադրբեջանը մեծահոգաբար այդ թուղթը ստորագրի, ելի եմ ասում, կարող է 10 փաստաթուղթ ստորագրվել եւ դա խաղաղության չբերի։ Հիմա միջազգային անվտանգային համակարգերը փլուզվում են։ Արժե համակարգը փլուզում է, մենք դա տեսնում ենք Սիրիայում, բոլորի աչքի առաջ։ Չնայած այնտեղ պարտավորություններ են եղել գրավոր, փաստաթղթեր են ստորագրվել եւ ինչ։ Այսինքն փաստաթղթի ստորագրումը պիտի լինի երկարատև process-ի ավարտը, որպես արդեն իսկ կայացած փաստացի խաղաղության գագաթնակետ պսակ եւ ոչ թե հույսը դրել, որ ստորագրեցինք եւ վերջ։ Շատ լավ, պարոն Բաղդասարյան, ասում եք պետք է լինի երկարատև գործընթացի ավարտը խաղաղության պայմանագիրը։ Երևան-Բաքու այս խոսակցության մեջ այդ երկարատև գործընթացի գոնե սկիզբը դրված է, այդպիսի այսպես նախանշաններ դուք տեսնում եք, թե ոչ։ Ոչ, չեմ տեսնում շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանին խաղաղություն պետք չի։ Ադրբեջանին պետք է Հայաստանի ձգտումը դեպի խաղաղություն, որպեսզի դա օգտագործելով առավելագույնը պոկի Հայաստանից։ Իրենց խաղաղությունը պետք չի, եթե իրենց իսկապես պետք լիներ խաղաղություն։ Եվ այդ գերիների հարցը արագ կլուծվեր, եւ սահմանազատման հարցը արագ կլուծվեր։ Այսինքն այդտեղ մի քանի օրում կքննարկեին, կվերջացնեին։ Եթե այդ կամքը լիներ, եթե չկա, այդ կետերից յուրաքանչյուրը դառնալու է պատրվակ խաղաղության համաձայնագիրը ձգձգելու համար, եւ ոչ թե երկխոսության առարկա է դառնալու։ Հիմա ինչ է ստացվում, Հայաստանն ասում է ամեն ինչ անում ենք, հետևողականորեն գնում ենք խաղաղության օրակարգի ճանապարհով։ Ստացվում է միակողմանի եւ ըստ էության արդյունք չտվող ճանապարհով է գնում Հայաստանը։ Այո, որովհետեւ դրա փոխարեն Հայաստանը պիտի մեծացնի իր կարողությունները, ինչքան Հայաստանը մեծացնի իր կարողությունները, այնքան Ադրբեջանը ավելի կհակվի դեպի խաղաղություն։ Հետևաբար Հայաստանի իշխանությունների ցանկացած քայլ պիտի գնահատել այդ տեսանկյունից։ Տվյալ քայլը մեծացնում է մեր անվտանգային կարողությունները, թե փոքրացնում է։ Ցանկացած քայլ, միակ գնահատման միակ չափանիշը դա պիտի լինի։ Այդ պայմանագրի զուգահեռ քննարկվում է ապաշրջափակման հարցը։ Հայաստանն ասում է Բաքվին այնպիսի առաջարկներ է արել, որից Բաքուն պետք է որ չհրաժարվի։ Այսինքն ասում է երկուստեք ձեռնտու առաջարկ է արվել Բաքվին։ Այն ֆոնին, երբ որ Բաքուն Թուրքիայի հետ հետևողականորեն Հայաստանից այսպես կոչված Զանգեզուրի միջանցք է պահանջում, դուք հնարավոր համարում եք գոնե այս հարցում ինչ-որ կոմպրոմիսային լուծումը։ Այս պահին ոչ, որովհետև եթե դա հնարավոր լիներ, դա վաղուց արվել էր, տեխնիկապես դա շատ հեշտ է անել։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է այնպիսի առաջարկ, որ նրանց համար ընդունելի է, դա ճիշտ է միայն այն դեպքում, եթե իրենք ուզում են խաղաղություն։ Եթե չեն ուզում խաղաղություն, դա չեն ընդունելու, որովհետև ինչու պիտի մեկը գնի ինչ-որ բան, եթե կարող է ձրի վերցնել։ Իրենք առայժմ այդ տեսանկյունից են նայում հարցին։
իրենք համարում են, որ այս թոհուբոհում, այս խառը իրավիճակում կարող են նաև ուժով վերցնել դա, առավել որ Հայաստանը փաստացի դաշնակիցներ չունի, անվտանգային համակարգը փլուզված է, եթե կարող են ձրի վերցնել, ինչպես իրենք են կարծում, ինչու պիտի դրա դիմաց ինչ որ բան վճարեն եւ ինչ որ բաներ խոստանեն Հայաստանին։ Եվ պարոն Բաղդասարյան, քաղաքացիական նախաձեռնություն էր գնացել խորհրդարան ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անելու, առաջին ընթերցումը ավարտվեց, երկրորդ ընթերցումը հետաձգվեց եւ կարծիքներ կան, որ աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին իշխանության հաշվարկները փոխվեցին, այսպես վեկտորի ուղղությունը կրկին ուզում են հետ շրջել, դուք ինչ եք կարծում եւ քայլերի տրամաբանությունը ինչ որ բան հուշում է ձեզ։ Այն ինչ կատարվում է հիմա աշխարհում, ցույց է տալիս, որ եթե այս պահին լիներ այդպիսի հանրաքվե Հայաստանում, ապա Եվրամիության անդամակցության կողմնակիցները փոքրամասնություն կլինեին, որովհետև մեր աչքի առաջ եւ Եվրամիությունն ինքն է փլուզվում, եւ Եվրամիությունն ինքը ունի անվտանգային խնդիրներ, եւ մենք տեսնում ենք, որ աշխարհը այլևս հիմնվում է ոչ թե արժեքների վրա, այլ շահերի վրա։ Իսկ այդ շահերում ավելի մեծ կարևորություն ունի նա, ով ավելի վաճառելու բան շատ ունի, օրինակ Ադրբեջանը։ Այս համակարգում, այս իրավիճակում, եթե հանրաքվե լիներ, մեր հասարակությունը եւ միանգամայն իրավացիորեն դեմ կարտահայտվեր։ Հետեւաբար, եթե իսկապես մարդիկ համարում են, որ մեր ճանապարհը արևմուտքն է, պիտի ամեն ինչ անեն, որպեսզի այդ հանրաքվեն հիմա տեղի չունենա։ Ավելին, այդ խոսակցությունները պետք է ընդհանրապես փակել, որովհետեւ դա Արևմուտքի կողմից մեզ որևէ հարաբերություն չի տալու, իսկ Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ մեր հարաբերությունները փչացնելու է։ Այնպես որ դա որպես երազանք, եթե մենք անգամ ունենք մեր պատկերացումներում, մեր ուղղում, հիմա դրա համար ամենաաննպաստ ժամանակն է։ Կարծում եք այս հաշվարկն է հիմքում եւ կարծում եք շրջադարձ են անում կրկին դեպի Ռուսաստան։ Այն ես ինչ ասում եմ, վերաբերում է պետական շահին։ Ես խիստ կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար պետական շահ ընդհանրապես գոյություն ունի։ Նա առաջնորդվում է իր հստակ քաղաքական հաշվարկներով, այն ինչ որ ես ասեցի, նա հաշվի է առնում, կարծում եմ, որ իսկապես էլ եթե հիմա հանրաքվե լինի, դա կձախողվի, ու քանի որ իրենց իշխանությունն է դրան աջակցություն տվել, դրան հավանություն տվել, այդ դեպքում դա կընկալվի որպես իր քաղաքական ձախողում, դրա համար էլ չի անում։